Անգլիական ժողովրդական հեքիաթներ Ձյունանուշն ու 7 թզուկները Ձմռան մի օր, երբ դրսում հանդարտ իջնում էր ձյունը, Թագուհին պատուհանի մոտ նստած ասեղնագործում էր։ Քանի որ նա պատուհանից դուրս էր նայում, ապա պատահաբար ասեղով ծակեց մատը և արյան 3 կաթիլ ընկավ ձյան վրա։ Այդ տեսնելով Թագուհին ինքն իրեն ասաց. «Երանի իմ փոքրիկ դուստրը ունենար այս ձյունի պես ջերմակ մաշկ, արյան այս կաթիլների պես կարմիր այտեր ու շրթունքներ և սաթի պես սև մազեր»։ Այդպես էլ եղավ։ Նա փոքրիկ աղջիկ ունեցավ, գեղեցիկ սև մազերով, վարդակարմիր այտերով ու շուրթերով և ձյունաճերմակ մաշկով։ Դրա համար էլ նրան կոչեցին Ձյունանուշ։ Բայց ավաղ, շուտով նրա թագուհի մայրը մահացավ և թագավորն ամուսնացավ մի ուրիշ կնոջ հետ։ Սա շատ գեղեցիկ էր, բայց այնքան գոռոզ, որ տանել չէր կարողանում, երբ մեկն իրենից լավն էր լինում։ Նոր թագուհին մի կախարդական հայելի ուներ։ Միշտ նայում էր հայլու մեջ ու ասում. «Ասա հրաշք իմ հայլի, ով է ինձնից զմայլելի»։ Իսկ հայլին միշտ պատասխանում էր. «Աշխարհի մեջ անսահման չկա մեկը քեզ նման»։ Եվ թագուհին իրեն երջանիկ էր զգում, որովհետև գիտեր, որ հայլին միշտ ճշմարտությունն է ասում։ Իսկ Ձյունանուշը մեծանալով ավելի ու ավելի էր գեղեցկանում։ Ահա մի օր էլ թագուհին սովորականի պես հարցրեց հայելուն. «Ասա, հրաշք իմ հայլի, ով է ինձնից զմայլելի»։ Հայելին պատասխանեց. «Աննման ես ու գերող, ոչ ոք շղթել չի կարող, բայց քեզանից ավելի Ձյունանուշն է սիրելի»։ Այդ լսելով թագուհին կատաղությունից գունատվեց և ծառաներից մեկին կանչելով հրամայեց. «Ձյունանուշին հենց հիմա անտառ կտանես ու կսպանես»։ Ծառան Ձյունանուշին տարավ անտառ, բայց սիրտ չարեց սպանել ու մենակ թողեց անտառում։ Երեկոյան հոգնած ջարդված Ձյունանուշը հասավ մի փոքրիկ խրճիթի։ Խրճիթի ներսում կարգ ու կանոն էր տիրում։ Սեղանին փռված էր ջերմակ սփռոց, իսկ վրան դրված էր 7 փոքրիկ պնակ, 7 փոքրիկ հացերով, գինով լցված 7 փոքրիկ բաժակ, 7 դանակ, 7 գդալ, 7 պատառաքաղ։ Կային նաև 7 փոքրիկ աթոռներ, իսկ պատի տակ դրված էին 7 փոքրիկ մահճակալներ։ Ձյունանուշը շատ քաղցած էր։ Նա հերթով նստեց բոլոր փոքրիկ աթոռներին, ամեն հացից կերավ մեկական պատառ ու ամեն բաժակից խմեց մեկական կում գինի։ Դրանից հետո նա ուզեց հանգստանալ և հերթով փորձեց բոլոր փոքրիկ մահճակալները։ Մեկը նրա համար շատ մեծ էր, մյուսը շատ փոքր, վերջապես 7-րդը շատ հարմար եկավ։ Ձյունանուշն էլ պառկեց ու քուն մտավ։ Այդ ժամանակ ներս մտան տնակում ապրող 7 թզուկները։ Նրանք վառեցին իրենց փոքրիկ լապտերներն ու անմիջապես նկատեցին, որ մի բան է կատարվել։ Առաջինն ասաց. «Այս ով է նստել իմ աթոռին»։ Երկրորդն ասաց. «Այս ով է կերել իմ պնակից»։ Երրորդն ասաց. «Այս ով է գցել իմ հացը»։ Չորրորդն ասաց. «Այս ով է շարժել իմ գդալը»։ Հինգերորդն ասաց. «Այս ով է ձեռք տվել իմ պատառաքաղին»։ Վեցերորդն ասաց. «Այս ով է օգտագործել իմ դանակը»։ Յոթերորդն ասաց. «Այս ով է խմել իմ գինուց»։ Հետո առաջին թզուկը նայեց շուրջն ու ասաց. «Այս ով է պառկած եղել իմ մահճակալին»։ Եվ մնացածներն էլ տեսան, որ իրենց մահճակալների վրա էլ ինչ որ մեկը պառկած է եղել։ Իսկ 7-րդ թզուկը նկատեց իր մահճակալում քնած Ձյունանուշին և բոլորին կանչեց նրան տեսնելու։
Ինչ հաճելի երեխա է, ասացին միաբերան։ Նրանք շատ զգույշ էին շարժվում, որ աղջիկը չարթնանա։ Իսկ 7-րդ թզուկը, որ քնելու տեղ չուներ, հերթով քնեց բոլոր թզուկների կողքին, յուրաքանչյուրի մոտ 1 ժամ։ Առավոտյան Ձյունանուշը պատմեց նրանց իր պատմությունը։ Թզուկները համաձայնեցին, որ նա մնա իրենց խրճիթում եւ իրենք հոգ կտանեն նրան, եթե Ձյունանուշն էլ իր հերթին համաձայնի եփել, թափել, լվալ ու կարել իրենց համար։ Ամեն առավոտ նրանք գնում էին իրենց գործին։ Թզուկները լեռներում ոսկի եւ արծաթ էին փորում հանում, իսկ Ձյունանուշը մնում էր տանը։ Գնալուց առաջ թզուկները զգուշացնում էին աղջկան, որ ոչ մեկին ներս չթողնի, քանի որ չար Թագուհին հանկարծ կիմանա նրա տեղը եւ կգա ետևից։ Իսկ Թագուհին, կարծելով, թե Ձյունանուշն այլևս կենդանի չէ, համոզվեց, որ նորից ինքն է աշխարհի ամենահմայիչը եւ հարցրեց Հայլուն. «Ասա, հրաշք իմ Հայլի, ով է ինձնից զմայլելի»։ Եվ անսահման էր նրա զայրույթը, երբ Հայլին ասաց. «Կանաչ թավուտ անտառում Ձյունանուշն է բնակվում։ Դու սիրուն ես Թագուհի, բայց նա լավն է ավելի»։ Քանի որ Հայլին միշտ ճշմարտությունն էր ասում, Թագուհին գլխի ընկավ, որ ծառան չի կատարել իր հրամանը։ Նա հագավ ծեր կնոջ շորեր, դեմքը ներկեց դարչնագույն, որպեսզի չճանաչվի, ու ճանապարհ ընկավ դեպի անտառ։ Հասնելով խրճիթին, տեսավ, որ Ձյունանուշն իսկապես նստած է այնտեղ։ Նա թակեց դուռը եւ սկսեց կանչել. «Ժանյակ եմ ծախում, ժանյակ եմ ծախում»։ Ձյունանուշը դուրս նայեց լուսամուտից ու տեսնելով, որ դա մի աղքատ պառավ է, դուռը բացեց եւ սկսեց տնտղել հիանալի մետաքսե ժանյակները։ «Թող քո զգեստը զարդարեմ այս նոր ժանյակով», ասաց պառավի տեսք առած Թագուհին։ Ձյունանուշն առանց որևէ բան կասկածելու թույլ տվեց, բայց Թագուհին ժանյակներով ամուր կապկպեց նրան, որ աղջկա շունչը կտրվեց եւ նա անշարժ ընկավ գետնին։ Ձյունանուշին ընկած թողնելով Թագուհին վերադարձավ տուն։ Երբ 7 մարդուկները տուն եկան, տեսան, որ Ձյունանուշն անշունչ ընկած է։ Նրանք անմիջապես նկատեցին ամուր ձգված ժանյակները, կտրտեցին կապերը եւ աղջիկը սկսեց նորից ազատ շնչել։ Իսկ երբ թզուկները լսեցին, թե ինչ է պատահել, ասացին. «Այդ ծեր կինը եղել է հենց ինքը Թագուհին, մյուս անգամ զգույշ եղիր եւ մեր բացակայության ժամանակ ոչ մեկին ներս մի թող»։ Իսկ Թագուհին տուն հասնելուն պես դիմեց Հայլուն. «Ասա, հրաշք իմ Հայլի, ով է ինձնից զմայլելի»։ Իսարսափ Թագուհու Հայլին պատասխանեց. «Կանաչ թավուտ անտառում Ձյունանուշն է դեռ ապրում, դու սիրուն ես Թագուհի, բայց նա լավն է ավելի»։ Թագուհին հասկացավ, որ թզուկները փրկել են Ձյունանուշին։ Այս անգամ նա վերցրեց մի սանր, զգուշորեն թույն քսեց վրան, հետո փոխեց հագուստը եւ նորից ճանապարհվեց դեպի թզուկների խրճիթը։ Դուռը թակեց, բայց Ձյունանուշը ներսից պատասխանեց. «Ես ոչ մեկին ներս թողնել չեմ կարող»։ «Կարիք էլ չկա ինձ ներս թողնել», ասաց Թագուհին, «դու միայն նայիր իմ հիանալի սանրերին»։ Եվ աղջկան պարզեց թունոց սանրը։ Ձյունանուշը շատ հավանեց սանրը, վերցրեց եւ անմիջապես խրեց մազերի մեջ, տեսնելու, թե սազում է իրեն արդյոք։ Բայց հենց որ սանրը դիպավ գլխին, աղջիկն անշնչացած ընկավ գետնին։ Թագուհին կրկին նրան թողեց այդտեղ ընկած ու հեռացավ։ Երբ թզուկները տուն եկան ու աղջկան նորից գտան հատակին ընկած, գիտակցությունը կորցրած, անմիջապես հասկացան, թե ինչ է պատահել։ Հենց որ գտան թունոց սանրը եւ հանեցին մազերի միջից,
Ձյունանուշը նստեց ու կամաց սկսեց լավ զգալ իրեն։ Թզուկներն ասացին, որ նա շատ անմիտ է վարվել ու զգուշացրին, որ այլևս ոչ մեկի առաջ դուռը չբացի։ Երբ Թագուհին տուն հասավ, գնաց ուղիղ դեպի Հայլին և ինչպես միշտ հարցրեց. «Ասա, հրաշք իմ Հայլի, ով է ինձնից զմայլելի»։ Բայց Հայլին նորից պատասխանեց. «Կանաչ թավուտ անտառում ձյունանուշն է դեռ ապրում, դու սիրուն ես Թագուհի, բայց նա լավն է ավելի»։ Թագուհին սկսեց զարմանքից ու կատաղությունից դողալ։ Ձյունանուշը պետք է անպատճառ մեռնի, նույնիսկ եթե դա լինի իմ կյանքի գնով, վճռեց նա։ Եվ հագնվելով եղջկուհու նման, վերցրեց խնձորով լի մի զամբյուղ ու բռնեց թզուկների տան ճամփան։ Խնձորներից հատկապես մեկը շատ գեղեցիկ էր, կեսը կարմիր էր, կեսը սպիտակ։ Թագուհին թունավորել էր խնձորի կարմիր կեսը։ Երբ նա դուռը թակեց, ձյունանուշը ներսից ձայն տվեց. «Թզուկներն ինձ արգելել են որևէ մեկին ներս թողնել»։ «Դե լավ, ինչպես կուզես», ասաց Թագուհին, «բայց գոնե որպես նվեր ընդունիր այս խնձորներից մեկը, արի մեկը կիսենք»։ «Քեզ տալիս եմ բարդագույն մասը», ասաց նա մի կտոր կծելով սպիտակ մասից։ Եվ ձյունանուշը տեսավ, որ կինը կերավ խնձորից, ինքն էլ կծեց մի կտոր կարմիր մասից, բայց տեղնուտեղն անշնչացած ընկավ գետնին։ Իսկ Թագուհին տուն եկավ ու նորից հարցրեց Հայլուն. «Ասա, հրաշք իմ Հայլի, ով է ինձնից զմայլելի»։ Հայլին պատասխանեց. «Աշխարհի մեջ անսահման չկա մեկը քեզ նման»։ Երբ թզուկները վերադարձան, ոչ մի օտար կասկածելի հետք չգտան և մտածեցին, որ այս անգամ ձյունանուշն իսկապես մահացել է։ Նրանք 3 օր անընդհատ ողբացին ու սգացին իրենց սիրելի ձյունանուշի մահը։ Մեռած ձյունանուշը նույնքան գեղեցիկ էր, որքան կենդանի ժամանակ։ Նա կարծես անուշ քնած լիներ։ Դրա համար էլ թզուկները չցանկացան նրան հողին հանձնել, այլ դրեցին մի ապակե դագաղի մեջ ու տեղավորեցին բլրի գագաթին։ Եվ ամեն օր նրանցից մեկը հսկում էր քնած ձյունանուշին։ Երկար մնաց ձյունանուշն այդպես պառկած, կարծես խորքում էր մտել և ուրիշ ոչինչ։ Նրա մաշկը դեռևս ձյունի պես ճերմակ էր, այտերը արյան պես կարմիր, մազերը սաթի պես սև, ինչպես առաջ։ Անցավ որոշ ժամանակ, և մի օր այդ կողմերով անցնում էր մի սիրուն արքայազն։ Տեսնելով դագաղում պառկած գեղեցկուհուն, նա աղաչում պաղատում է թզուկներին, որ թույլ տան աղջկան տանի իր հետ։ Թզուկները երկար ժամանակ չէին համաձայնում, բայց հետո խղճացին ու արքայազնին հանձնեցին դագաղը։ Արքայազնի ծառաները զգուշությամբ այն բարձրացրին, բայց նրանցից մեկը սայթաքեց քարքարոտ կածանի վրա ու դագաղն այնպես ցնցվեց, որ խնձորի թունոտ պատառը դուրս թռավ ձյունանուշի կոկորդից։ Նա անմիջապես արթնացավ ու հարցրեց. «Որտե՞ղ եմ ես գտնվում»։ Արքայազնը նրան պատմեց, թե ինչ է եղել և ասաց. «Աշխարհում ամեն ինչից ավելի ես քեզ եմ սիրում, արի գնանք ինձ հետ, դարձիր իմ կինը»։ Ձյունանուշը սիրով համաձայնեց ամուսնանալ արքայազնի հետ։ Սկսվեց հարսանյաց պատրաստությունները։ Հրավիրվածների թվում էր նաև չար Թագուհին։ Երբ նա հագնում էր իր լավագույն զգեստները հարսանիք գնալու համար, նայեց Հայլուն և հարցրեց. «Ասա, հրաշք իմ Հայլի, ով է ինձնից զմայլելի»։ Եվ Հայլին պատասխանեց. «Ով տիրուհի իմ գոռոզ, գեղեցիկ ես, ոչ մի խոսք, բայց սիրուն է առավել,
ով հարսի շոր է հագել։ Նախանձոտ Թագուհին կատաղեց ու շտապեց տեսնել, թե ով է արքայազնի հարսնացուն։ Իսկ երբ տեսավ, որ դա ոչ այլ ոք է, քան ինքը Ձյունանուշը, խանդից սիրտը պայթեց ու տեղնուտեղը անշնչացած ընկավ։ Իսկ Ձյունանուշն ու արքայազնը դեռ երկար ապրեցին, ուրախ ու երջանիկ։